5 տարի անցավ, հա, նոյեմբերի 9-ի փաստաթղթից, առհասարակ տեսնում ենք, որ ոչ ցավն է մեղմվում, ոչ սփոփանքի խոսքեր կան, արդեն արդյունքներն էլ կարծես չորացել են, չգիտենք ինչով, ինչպես դիմենք, բայց այդուհանդերձ, երբ որ հետ ենք վերադառնում, հնարավոր էր չլիներ այս հետևանքները ու հնարավոր էր կանխել այս ամենը ձեր կարծիքով։ Ինչ ասեմ, երևի չէ։ Երևի մեր երեխեք սա պատրաստ էին հայրենիքը պաշտպանել, բայց մենք էլ չիմացանք ոնց է ասել։ Պատերազմը հնարավոր էր չլիներ։ Երևի ինչ ասեմ, դա երևի մենք չենք էլ հասկանա ոնց կլիներ, ոնց ինչ ասեմ, երևի մենք չենք որոշում այդ ամենը։ Պատերազմ պետք է լիներ երևի, եթե նրանք չարձակվեին, եթե ինչ անեին, չպաշտպանեին հայրենիքը։ Այ արդյունքը էսը։ Չհասներ երևի պատերազմը։ Դե ղեկավարությունը պիտի որոշեր։ Մենք շատ փոքր մարդիկ ենք այդ հարցը լուծելու համար։ Եք կորցրել այս պատերազմը։ Պատերազմի ժամանակ ուղղակի ինքը բան էր, զինվորական դատախազ էր։ Ուղղակի բանում պոստերում մարդ չկար, գնաց ու տենց այդ նույն օրը զոհվեց։ Երեքի փոքր 5 տարեկան էր, որ զոհվեց։ Հայրիկի բացակայություն։ Ոնց պիտի տանը, կինը 40 տարեկան է, որ զոհվել։ Երեք։ Մեղադրում եք կատարվածի մեջ։ Հայ ոչ մեկին էլ չեմ մեղադրում, ուղղակի ինչ ասես, հայրենիքը պաշտպանության համար ծաղրում պատրաստ էին այդ գործը։ Ոչ մեկը ինքը արդեն զորացրված էր Ռուսաստանում էր ապրում, հենց լսեց նույն օրն էլ թողեց եկավ։ Թողեց ոնց կլիներ, իհարկե ոնց կլիներ ասում հորս գերեզմանը, ոնց կլիներ մեր հողը, հենց էլ թողեց եկավ ու այդպես։ Հավատում եք Ալիևի այդ խաղաղությանը։ Իհարկե ոչ։ Ոնց կարաս հավատաս, երբ նրանք մեր պապական թշնամիներն են։ Ոնց կարանք, հիմա էլ ինչ է կատարում Հայաստանում, ինչքան խելոք մարդ կա, սաղ անգամ ձեր բակալում են կամ ես ինչ են անում, ինչին հավատանք։ Դուք հավատում եք։ Ասում են հիմա կրակոց չկա, դա երաշխիք են համարում, որ հետևաբար կա խաղաղությունը այսօր եկել է։ Խաղաղությունը կլիներ այն, որ մեր հողերը մեր ձեռը լիներ, որ սաղ աշխարհում մեկ չափածություն, որ Երևանն էլ է իրանց։ Սևանն էլ, Երևանն էլ, ամենտեղ բոլորը, իսկ հայեր գոյություն չունեին աշխարհի ես։ Ստորագրությանը, հռչակագրին, Թրամփի ոչ, ես կոնկրետ չեմ հավատում, չգիտեմ, ասած ոչ։ Երբ մեր լրի բարձունքները գտնում են նրա ձեռը, Հայաստանը ոնց որ գաղութն է ձեռը, ոնց կարած հավատաս։ Ցանկացած նրանք 3 րոպեի մեջ կարան հասնել Երևան կենտրոն։ Առանց որևէ մի կրակոց։ Ոնց որ արի շուրջ էին, ոնց որ արի մնացած տեղը։ Տենց չէ, դուք այդ կարծիքին չեք։ Իշխանությունները պնդում են, որ մնայիք պայքարեիք, արցախցիները չեն կռվել, այսպիսի թեզեր շրջանառվում, բայց այստեղ հենց միայն եռաբլուրում արցախցիների շիրիմները այլ բանի մասին են վկայում։ Գիտեք, իրանց բազմոցների նստած կարան ամեն ինչ ասեն։ Եթե ես այդ նույն Ռուսաստանում ասում եմ մեր հարևանների, մեր աշխատողներին, ասում եմ դուք պատկեր իրանք էլ են այդ կարծիքին։ Ես ասում եմ դուք պատկերացնում եք, գան ձեզ ասեն 2 երջամից հետո թողեք ու դուրս եկեք։ Ձեր տները ինչ պիտի անեք։ Փոքր երեխաներ, ընտանիք կար ամուսին չկար, ընտանիք կար եղբայր չկար, ընտանիք կար ընդհանրապես ոչ մի բան չկար։ Ինչ անեն։ Ինչ անեն, առանցենք ինչ պիտի անեն կանայք։ Երբ ամուսինները լրիվ կամ պոստերում էին կամ եսին որտեղ ինչ անեց, չգիտեմ։